Թոքերի պերկուսիայի ժամանակ հիվանդի դիրքը, հիվանդը գտնվում է ուղղահայաց դիրքում, գլուխը մի փոքր խոնարհած, ձեռքերը հակառակ ուսահոդերում ծալած։ Նպատակը հնարավորինս կողմնային տեղաշարժել թիակները եւ հնարավորինս լայնացնել միջկողային տարածությունները, թոքադաշտերը առավել հասանելի դարձնելու նպատակով։ Տարբերում ենք համեմատական եւ տեղագրական պերկուսիա։ Համեմատական պերկուսիան կատարում ենք վերից վար համեմատելով թոքադաշտերի երկու սիմետրիկ հատվածները։ Կատարման տեխնիկան։ Մատ պլեսիմետրը տեղադրում ենք թիակի կատարին զուգահեռ։ Բախման անկյունը պետք է լինի 90 աստիճանի անկյան տակ։ Բախում ենք ձախ ձեռքի միջնամատի միջին ֆալանգին։ Մատ պլեսիմետրը պետք է լինի անջատ մնացած մատներից, հարվածող մատը նույնպես պետք է լինի անջատ մնացած մատներից։ Բախումը կատարում ենք երկու անգամ, սիմետրիկ։ Այնուհետև կատարում ենք բախումը միջթիակային շրջանում հարողնաշարային գծերով։ Այնուհետև թոքի փեշեր միջկողային շրջանում տեղադրելով մատ պլեսիմետրը յուրաքանչյուր գծով։ Առջևի կողմից պերկուսիան կատարվում է վերահարակային շրջանում, ստորահարակային շրջանում, այնուհետև ձախ կողմից համեմատական պերկուսիան շարունակել չեմ կարող պայմանավորված սրտամկանի տեղագրությամբ, աջ կողմից կարող եմ գնահատել թոքի ստորին սահմանները յուրաքանչյուր ուղղահայաց գծով մատ պլեսիմետրը տեղադրելով միջկողային տարածությունում։ Թոքի սահմաններն են հարկրծոսկրային գծով 6-րդ կողի վերին եզր, միջհարակային գծով 6-րդ միջկողային տարածությունում, առաջային անոթային գծով 7-րդ կող, միջին անոթային գծով 8-րդ կող, հետին անոթային գծով 9-րդ կող, թիակային գծերով 10-րդ եւ հարողնաշարային գծերով 11-րդ կողի մակարդակ։ Տեղագրական պերկուսիայով են գնահատում նաեւ թոքի ստորին սահմանի շարժունակության որոշումը, որը գնահատվում է միջին անոթային գծով 8-րդ կողի նկատմամբ, խորը արտաշնչման ժամանակ 8-րդ կողից ստորին սահմանը բարձրանում է 4 սանտիմետր վեր, իսկ խորը ներշնչման ժամանակ 8-րդ կողից 4 սանտիմետր վար, 4-8 սանտիմետր։ Տեղագրական պերկուսիայով գնահատում ենք նաև թոքի գագաթի բարձրությունը եւ լայնությունը։ Թոքի գագաթի բարձրությունը գնահատվում է հետեւյալ կերպ. մատ պլեսիմետրը տեղադրվում է թիակի կատարին զուգահեռ, այնտեղ կատարվում է բախումը, շարժելով մատ պլեսիմետրը դեպի վեր եւ միջայնորեն դեպի պարանոցային 7-րդ ողջ եւ որոշվում է պաշտոքային հնչյունի անցումը բթացած հնչյունի։ Թոքի գագաթի լայնությունը որոշվում է հետևյալ կերպ. մատ պլեսիմետրը տեղադրվում է տրապեցաձև մկանի վերին եզրին փոխուղղահայաց, կատարվում է բախումը, շարժելով մատ պլեսիմետրը դեպի դրսայնորեն, գնահատելով պաշտոքային հնչյունի անցումը բթացած հնչյունի, այնուհետև միջայնորեն, գնահատելով նույն ֆենոմենը եւ որոշվում է գագաթների լայնությունը, որոնք կոչվում են կրենիկի դաշտեր, հիմնականում 5-ից 7 սանտիմետր։